Ահա, մեր տաղավարում ունենք շատ կրկին տաղանդավոր մարդ, հյուր, կրկին Անահիտ մրցանակաբաշխության հետ կապված ենք զրուցելու, ֆիլմ լավագույն երաժշտություն, ֆիլմի լավագույն երաժշտություն անվանակարգում ներկայացված է Սողոմոնի երգերը ֆիլմի երաժշտության հեղինակ, տաղանդաշատ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մեր տաղավարում, ողջույն։ Ողջունում եմ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրո։ Քանի որ արդեն վաղ Անահիտ մրցանակաբաշխությունն է եւ իհարկե ֆիլմից հետո հասկանում ենք ինչ գործ է արված, հատկապես երաժշտության առումով, իսկ վաղուց ի վեր արդեն բոլորը հասկացել են, որ ֆիլմը որքան կարող է կարևոր լինել, երաժշտությունը որքան կարող է կարևոր լինել ֆիլմի համար։ Հետաքրքիր է ինձ մի քիչ պատմեք, դուք ինչպես եք երգը գրում, սցենարն եք լսում, հետո գրում եք երաժշտությունը, թե Միանշանակ կան տարբեր մեթոդներ աշխատել ֆիլմի երաժշտության վրա եւ այս դեպքում մենք ունեցանք հետարտադրական ընթացքում աշխատելու միջոցը եւ իհարկե Արման Նշանյան ֆիլմի ռեժիսորը նախապես ես գիտեմ, որ ֆիլմը նախարտադրական process-ում նույնիսկ ֆիլմի ինքը արդեն նախագծել էր, թե որ հատվածում սցենարի կոմիտասից որ երաժշտությունը պետք է ներառվի ուրեմն տվյալ տեսարաններում եւ չնայած գիտեք ընթացքում հետո արդեն որ մտնում ես արտադրական փուլ եւ հետո հետարտադրական ընթացքում արդեն նկարված մատերիալից արդեն հասկանում ես ինչպես պետք է դու դա տեղավորես ճիշտ եւ այլն եւ շատ ժամանակ որոշակի փոփոխություններ են արվում եւ բայց Արմոնի մոտ բավական ստացվեց, այսինքն ինքը ինչպես որ նախագծել էր հիմնականում այդպես էլ եղավ այն կտորները որ որոշված էր որ պետքա լինեն կոմիտասի երաժշտությունով այդ տեսարանները այդպես էլ մնաց պարզապես երևի հարց կլինի ինչու կոմիտասի Սողոմոնի երգերը ֆիլմում գրել երաժշտություն, երբ որ կա արդեն հենց Սողոմոնի կոմիտասի մեր վարդապետի երաժշտությունը, այդ դեպքում պատասխանը հետևյալը կլինի, որ տեսարաններ կան բավական, որ երաժշտությունը շատ ժամանակ չի կարող համապատասխանել տվյալ տեսարանին եւ այդ տեսարանների ներքո պետքա այն երաժշտությունը լինի, որը տվյալ տեսարանի խնդիրները կլուծի։ Եվ շատ ժամանակ պահանջից դուրս է գալիս, որ պետք է ստեղծվի նոր երաժշտություն կոնկրետ այդ տեսարանների խնդիրները լուծելու։ Բայց շատ պատասխանատու չէ լինել Սողոմոնի երգերը ֆիլմի, այսինքն ֆիլմ, որը կոմիտասի մասին է եւ գրել երաժշտություն, որովհետեւ կոմիտասը մեզ համար նրա հետ զուգահեռ ինչ երաժշտություն պիտի ինչ կարող ես գրել, որ եւ այլն։ Դա շատ բարդ եւ իհարկե մեծ պատասխանատու բեռ է, այսպես ասած, որի տակից պետք է դուրս գալ։ Եվ այս դեպքում մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մնանք նույն էսթետիկայի մեջ եւ գիտեք որոշակի մեթոդներ կիրառելով, որ որոշակի կոմիտասյան մտածողությունից դուրս եկած իր հետազոտություններից հայ երաժշտության իր մոտեցումներից վերցած սկզբունքներով մենք փորձեցինք ընդհանրացնել ու ավելացնել երաժշտությունը ու ավելացնել, ասեմ այս դեպքում, այն սկզբունքով, որ ինքը չխանգարի, մենք փորձենք ստանալ այն, որ այդ հմուտ լինեն այդ անցումները ու չփորձենք տարանջատել եւ դա շատ բարդ եւ Ծավալուն աշխատանք է, այո։ Մենք տեսանյութ ունենք, ձեր թույլտվությամբ ներկայացնենք հեռուստադիտողին, հետո շարունակենք, համեցեք։
Պաստորեն։ Ինչ սիրուն էր Անդրանիկ ջան։ Շնորհակալ եմ շատ։ Եվ սիրուն էր եւ շատ ասա որ համահունչ էր շատ, այսպես ասում Լսի, ես այսպես նայում եմ այդ երաժշտությունը, մենք ոչինչով ոչ մեկի չենք զիջում, ոչ մի երկրի։ Ինչի ենք այսքան թերահավատ մեր ուժերի, մեր տաղանդի հանդեպ։ Որ ասում է տաղանդավոր մարդը, այո, դրսում, ինչպես միշտ մեր տաղանդավորները չգիտես ինչու աշխարհահռչակ են դառնում, երբ Հայաստանից դուրս են գալիս։ Եվ միշտ համեստ են։ Բայց հիմա եթե լիներ այսպեսի մի երիտասարդ օրինակ Հոլիվուդի համար, կսկսվեր թողուբոհը, որ այսպեսի տաղանդավոր։ Ոնց անենք այդ տղային մի հատ բերենք Հայաստան մի հատ, չէ՞։ Այո։ Ոնց անենք մեր հայն է, այսպես խոսում ենք, իսկ քանի դեռ մեր կողքից մի քիչ համագործակցենք հետը, բան, չէ՞։ Անդրանիկ ջան, ես վստահ եմ, որ այս ֆիլմից հետո երևի են մարդիկ, ովքեր կինոարտադրությամբ զբաղվում են, քեզ բազում առաջարկներ պիտի արածեն։ Վայ, Անուշ, տուր ես ասեմ։ Դու գիտես քանի ֆիլմի հեղինակ է, երաժշտության հեղինակ է։ Անդրանիկ, խնդրում թվարկիր են կարող ես այն մանր մունդերներից մի քիչ չասել, ասել են ամենախոշորներից, որովհետեւ շատ է, հա։ Այո։ Իմ որպես կինոկոմպոզիտոր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում մոտ 10 տարի ես արդեն այս մասնագիտության մեջ եմ մասնագիտացվել եւ այս 10 տարվա ընթացքում մոտարապես, եթե չեմ սխալվում, մոտ 30 արդեն ժապավենի հետ եմ աշխատել տարբեր ժանրերի, հա, լիամետրաժ ֆիլմեր, կարճամետրաժ, այո։ Իսկ այսինքն ֆիլմեր նույնիսկ, որոնք co-production, համատեղ արտադրության աշխատանքներ են, որի նաև լավ օրինակն է հենց Սողոմոնի երգերը։ Կարող եք մեկնաբանություն տալ ինչ ֆոտոներ են հեռուստադիտողի։ Սրանք աշխատանքային ձայնագրման process-ից ֆոտոներ են, որ նկարագրում են մեր աշխատանքը, երաժիշտների հետ աշխատանքը, որտեղ շատ կարևոր է, շատ եմ կարևորում հենց երաժիշտների հետ աշխատանքը ֆիլմում, որովհետև ֆիլմի համար երաժշտություն գրել եւ ֆիլմում երաժիշտների հետ աշխատելը դա մի քիչ ուրիշ process է եւ այն տարբերվում է համերգային երաժշտությունից եւ այստեղ պահանջները ուրիշ են։ Դեռ ասեմ, որ նոտագրություն եւ այլն, ասենց բարդ աշխատանքներ կա, որը Անդրանիկն է պատմել, ես չգիտեի։ Նոտագրությունը միշտ կա։ Ամեն դեպքում ինչպես ես դու անում եւ ինչպես ես տալիս առանձին գործիքների հետ եւ օրկեստրի հետ դա սկսում մանր աշխատել։ Չնայած որ հիմա այո, յուրաքանչյուր հեռուստաֆիլմ տեսնելիս մարդիկ մտածում են դե երաժշտություն անպակասմաս այդպես էլ պիտի լիներ, բայց ես պիտի ասեմ, օրինակ երաժշտության հատկապես սարսափ ֆիլմում երաժշտության միջոցով սարսափ առաջացնելու առաջին քայլն արել է Խիչկոկը, եւ մենք հիմա հա տենց շատ նորմալ ենք ընդունում երաժշտությունը ֆիլմում, բայց կար մի ժամանակ, այո, պսիխոֆիլմերը, այսինքն ստացվում էր, որ դու երաժշտության միջով քառապատկում էիր այդ ադրենալինի արկայությունը։ Դե չեմ ասում, դե հա, չառաջապին օգտագործել է։ Այդ դեպքում ես առիթից կուզենամ օգտվեմ ու շնորհակալություն հայտնեմ հենց ֆիլմի երաժիշտներին, ովքեր ձայնագրեցին Սողոմոնի երգերը, իդեմս Արամ Ասատրյանի, Շավիկ Մարտիրոսյանի, Մերի Դոլմազյանի, Միքայելի Թավջութակահար եւ Նորայր Քարթաշյանի ում դերն էր շատ մեծ, որովհետեւ Նորայրին վստահված էր ֆոլկլոր մասը, հա, տարբեր շվի գործիք, բլուր գործիք, դուդուկ գործիք եւ վարպետորեն նա ուղղակի կատարեց բոլոր խնդիրները, որ կային վարպետորեն ու դրա համար շատ շնորհակալ եմ։
ու առանձնակի նաև շնորհակալություն հայտնեմ հնչյունային ռեժիսորներին, ովքեր որ ձայնագրման process-ն են անցկացնում, Սերգեյ Գասպարյան եւ հետո հետարտադրական աշխատանքը արդեն համադրման միքսի, հա, առումով Տիգրան Կուզիկյանին, ովքեր լայնածավալ աշխատանք արեցին ու իրենք մարդիկ են միշտ որ ետնաբեմում են, հա, բայց իրենց աշխատանքը ունենում է այսպիսի արդեն արդյունք։ Այո։ Թույլ տվեք ձեզ առաջիկայում, եթե կան նոր ծրագրեր, դրանց մասին հարցնել, եթե կա իրավունք բացահայտելու, ինչ նոր ծրագրերում եք հիմա։ Ուրեմն Սողոմոնի երգերից հետո հաջորդ լիամետրաժ ֆիլմը եղավ նորից Արման Նշանյանից հետ աշխատելով, իրենց արտադրական ընկերության հետ աշխատելով արվեց ամերիկացի ֆիլմը, որի ռեժիսորն է այս դեպքում արդեն Մայքլ Գուրջյան, հանդիսանում, Սան Ֆրանցիսկոյա բնակ մեր հայ ազգի ներկայացուցիչ, ում հետ շատ մեծ սիրով էլ աշխատեցինք ու սպասում ենք արդեն առաջիկայում ֆիլմի պրեմիերային եւ երաժշտությունը ձայնագրեցինք ֆիլհարմոնիկ նվագախմբով, որի համար շատ շնորհակալ եմ մայստրո Թոփչյանին եւ այսպես առաջիկայում այո ու հիմա էլ աշխատեցինք Bars Media-ի հետ իրենց Aurora պրոյեկտի վրա իրենց ֆիլմի, որը որ նորից ձայնագրություններ արեցինք ֆիլմի երաժշտության համար եւ այդտեղ էլ համագործակցեցինք սիմֆոնիկ նվագախմբի հետ այսպես շատ բուրն է այո ձեր ոնց հասկացանք ստեղծագործական կյանքը ընթանում բայց մենք հպարտ ենք որ այսպիսի հայ ունենք մեր կողքին, մեր կողքին ապրում է, մենք առիթ ունենք նրա հետ շփվելու, որովհետև գիտենք, որ կգա մի օր, որ ձեր մասին որպես լեգենդի կխոսեն, մենք էլ են ծերերը կլինենք, որ կասենք, որ մենք առիթ ենք ունեցել, այո, ճանաչում ենք շփվելու, ինչու՞ չէ մտերիմ լինելու։ Ձեզ բազում հաջողություններ ենք մաղթում։ Շատ շնորհակալ եմ ձեզ, շատ շնորհակալ եմ։ Մենք սիրով առիթ կունենանք, այո, էլի ես վստահ եմ, էլի բազում արած գործերի հետ կապված առիթ կունենանք այս տաղավարում ձեզ հետ զրուցելու։ Շատ շնորհակալություն։ Քեզ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, ցավոք ժամանակը անսպառ չէ եւ մենք մեր սիրելի հյուրերի հետ այդքան էլ երկար չենք կարողանում խոսել, բայց այնուհանդերձ հպարտ ենք, որ այսքան տաղանդավոր մարդիկ կան մեր կողքին, միայն մնում է նրանց ոչ միայն տեսնել, այլ նաեւ գնահատել նրանց արած աշխատանքը։ Այս պահին մեր եթերում գովազդ է, որից հետո կշարունակենք։